անտանելի ոտքերի ցավ եք պատկերացնում։ 100,000 քայլ մեկ օրում։ Եկեք սկսենք սկզբից։ Տանից 7-ի փոխարեն դուրս եկանք 8:30, որովհետև եղբայրս քնած էր մնացել։ 10,000 քայլը շատ արագ արեցինք, բայց քանի որ քնել էի 3 ժամ, քունս սկսեց ահավոր տանել ու սովածացա։ KFC-ն 10-ին էր բացվում, իսկ հիմա ժամը 9:30 էր։ Պետք էր սպասել, իսկ սպասում էի բնականաբար այսպես քայլելով։ Ուտելուց հետո քունս սկսեց էլ ավելի շատ տանել, որոշեցինք 20,000 քայլը լրացնել ու գնալ տուն մի ժամ քնել։ Արդեն ժամը 1-ն էր։ Չհասցրեցի քնել, քանի որ գործեր ունեի, արագ փոխվեցի ու գնացի նկարահանման։ Նկարահանումից հետո էլ վազեցի տուն, փոխվեցի, հաց կերա ու ժամ ու կես քնեցի։ Ժամը 6:30 էր, դուրս եկանք ու նորից շարունակեցինք քայլելը։ Արդեն հասկանում էի, որ 100,000 քայլ անելը այսպես անհնար կլինի։ Նպատակը դարձավ գոնե 50,000-ը։ Ժամը արդեն 9:30 է, արել ենք 35,000 քայլ, քանի որ էլի քունը սկսեց տանել, որոշեցինք այսպես ընդմիջում անել։ Ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս խմել էներգետիկներ, բայց մենք մարքեթինգի զոհ դարձանք ու ուզեցինք այս մեկը փորձել։ Իսկ այս ժելեի կեկը մանկություն սեն շատ համով էր։ Իրականում առաջին կադրում ստում էի, ոտքերս գրեթե չէին ցավում։ Լիովին հնարավոր է 100,000 քայլ անել մեկ օրում, բայց պետք է նախորդ օրը լավ քնել ու արթնանալ բավականին շուտ 6-ի փոխարեն գոնե 5-ին։ Չունենալ այդ օրը գործեր ու կենտրոնանալ միայն քայլելու վրա։ Ժամը 12-ին արել էինք այսքան քայլ։ Համարում եմ չելենջը չկատարած, այնպես որ մոտ ապագայում պլանավորում եմ նորից կրկնել ու այս անգամ արդեն լիարժեք չելենջը կատարել։ Ոտքերի ցավն էլ այսքան քայլելուց հետո կգնահատեմ 10-ից 4.5։